երբ որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին առաքյալները մոտենում են եւ ասում են. Տեր, մեր հավատքը ավելացրու։ Իրադրություն է գալիս, երբ որ մենք մտածում ենք, թե ուր է մեր հավատքը, կորցրել ենք։ Այսինքն մենք ընկնում ենք ցայտնոտի մեջ։ Մենք հավասարակշռությունը կորցնում ենք քրիստոնեական կյանքում։ Հավատն ինչ է, լույս է։ Երբ որ դու հայտնվում ես խավարի մեջ, ինչ խավարի, փորձությունների, մեղքերի, գայթակղությունների, չարի նպատակն ինչ է, որ քո այդ լույսը ծածկի, որ դու խավարի մեջ հայտնվես ու չտեսնես թե ուր ես գնում։ Հա? Եվ այդ հարցին մեր Տերը ինչ է պատասխանում։ Ասում եմ, մանանեխի հատիկի հավատել չունեք։ Մանանեխի հատիկը ամենափոքրիկ սերմերից մեկն է, չէ՞։ Բայց երբ որ մեծան մեծ ծառ է դառնում, հզորանում է։ Այսինքն այդ փոքրիկ հավատքը դու պիտի խնամք տանես, ջրես, մեծացնես, ամուր ծառ դարձնես, խոր արմատներով։ Եվ ինչ փոթորիկ էլ, ինչ մրիկ էլ, ինչ փորձություններ կա, կարող է մի քանի ճյուղ կոտրվի, կարող է մի քիչ չկանաչի, պտուղ չտա, բայց չի արմատախել լինի ծառդ։ Այսինքն մեր Տերը ուզում է ասել, որ եթե դուք ուզում եք այդ փորձությունների դիմակայել, պիտի ամուր ծառ կառուցեք, ամուր ծառ տնկեք, աճեցնեք հզոր այն մանանեխի հատիկը մեծ ծառ դառնալու, երկինքի թռչուններն են, այսինքն հրեշտակներն են գալու ձեր մտքի վրա հանգրվանելու։ Ծառի վերևում են, չէ՞։ Այդպես էլ հրեշտակները կգան ձեր մտքի վրա, դուք կուրախանաք, կլցնեք, կզորանաք։ Թերահավատությունը ոչ թե մի անգամից է գալիս, այլ քայլ առ քայլ է գալիս, հա։ Այ դուք հետևեք ձեր հավատքի ծառ ամուր դարձրեք, որևէ փորձություն մի թույլ տվեք, որ ձեր հավատքի արմատներին հասնի, որ խախտվի ձեր հավատքը, մի թույլ տվեք։ Փորձությունը թող արտաքին լինի, ոչ թե ներքին։ Զգույշ եղեք, որ ձեր հավատքը չսասանվի, որտեղ հավատքը մեր հոգևոր ծառի արմատն է, հիմքն է։ Շենքը կարող է տանիքը, ունակ մեր տաթևի վանքի գմբեթը քանդվել է, բայց պատերը, արմատները հին են, պատերը նայում ես արձանագրում, գմբեթը քանդվել է, վերանորոգել, որտեղ պատերը շատ հին են, շատ հաստ են, այդպես էլ մեր հնարավոր է փորձություններ, ճյուղեր ընկնեն, նեղություններ, դժվարություն լինեն, երբեմն մենք սա մտքի շփոթում ունենանք, բայց մեր ներսը, մեր հոգու խորքը, մեր հավատքը մենք պիտի ամուր պահենք, թույլ չտանք, որ մեր հավատքը վնասվի։ Իրականում փորձություններից են, չէ՞, մեր հավատքը վնասում, թույլ չտանք, որ անցնեն մեր խորքը։ Թող այդ բոլոր փորձությունները, նեղությունները մեզ համար արտաքին աշխարհի հետ կապված բաներ լինեն։ Իրականում երբ մենք փորձում, երբ որ մենք շատ ենք կարճում, շատ ենք ապրում արտաքին աշխարհով, հա, այդ ժամանակ ենք մեր բացում դուռը փորձությունների մեր մեջ գալու։ Եթե մենք արտաքին աշխարհով չապրենք, արտաքին աշխարհը մեր մեջ չի գա, փորձություններ չի մտնի մեր մեջ, բայց մենք շատ ենք նյութական դարձել։ Մեր համար հավատքի արժեքը բարօրությունն է, ապահովությունն է, բախտն է, չէ՞։ Առողջությունը լինի, հաջողությունը լինի, ամեն ինչ կլինի։ Ուրեմն եթե առողջություն ու հաջողություն չլա, ոչինչ չի լինի։ Չէ։ Ուրեմն մենք շատ ենք նյութական դարձել։ Առաքյալների ինձ ամբողջ կյանքը հալածվում էին։ Քրիստոսի համար նահատակվում են եւ Քրիստոս էլ ասում է յան նրանց ովքեր հալածվում են արդարության համար։ Ինչ երասունություն հալածանքի ժամանակ հալածվող մարդը հարցրեք իրեն երանելի է համարում։ Առաքյալները երանելի էին համարում։ Ինչու՞ որ Քրիստոսի անվան համար էին հալածվում։ Ուրախանում էին։ Այսինքն այս աշխարհում ոչինչ չունեին, բայց ամեն ինչ ունեին, Քրիստոսին ունեին։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում,
Մենք ոչինչ չունենք թեպետ, բայց ամեն ինչ ունենք եւ հարստացնում ենք շատերին։ Ինչպես էին հարստացնում իրենց հավատքով, ձեռք էին դնում, բուժում էին, մեռելներին հարություն էին տալիս, ցավագարներին դարձի էին բերում, մեղքերին թողություն էին տալիս։ Այսինքն ամեն ինչ ունեին, ինչ որ փրկությանն էր վերաբերում։ Ուրեմն մենք էլ կարող չունենք շատ բաներ, բայց ունենք հավատքի ամուր հիմք, հավատքի ծառ ունենք։ Կարճենք այդ ծառից, ամուր կպչենք եւ երբեք չենք սասանվի։ Ամեն